Ես որ հայտարարել եմ բորշի օր ու ձեզի համար փոքրիկ վլոգ եմ նկարել։ Նախ գնեցի տավարի միս, որի համար ծախսեցի 8900 դրամ, իսկ բանջարեղենի համար 6000 դրամ ու գնացի ծանր տուն։ Մազերս հավաքեցի ու անցա գործի։ Նախ տավարի միսը կդնեմ առանձին եփվելու, հետո լացեղնելով կկտրատեմ սոխը լուսնաձև, կքերեմ գազարն ու իմ ամենասիրելի գործողություններից մեկը կկտրեմ կաղամբը։ Պատուհանս բաց եմ արել, նայում եմ չկաս, զույգ աչքերս թաց եմ արել, վախենամ չգաս, արի բաչի թուշես։ Ուրեմն այս պահին տավարի միսը ընդեղ առանձին կեպվի, ստեղ բուսայողի մեջ, ձիթայողի մեջ կտապակվի սոխն ու գազարը, հմի այս մեկը կքերենք քերիչով ու կդնենք մի կողմ, ես կավելացնեմ ամենավերջում, իսկ այս երկուսը հմի սոխի ու գազարի ու կաղամբի հետ արդեն կտապակենք։ Գազարի, սոխի ու բազուկի վրա կավելացնեմ սև պղպեղ ու կհամեմեմ աղով ու սև պղպեղով հենց տոմատի մածուկ կխառնենք ու փակ կափարիչով կեփենք մոտ 5 րոպե։ Կարտոֆիլը կավելացնենք, հետո եփված միսը, մսի արգանակը, վերջ աղջիկներ չեն, կավելացնեմ նաև մսի արգանակը, կավելացնեմ դափն ու տերև, կդնենք եփվելու։ Եփվելուց հետո կրակը կանջատեմ, կավելացնեմ 2 ճաշի գդալ քացախ ու թարմ քերած բազուկը։ Եվ իհարկե թարմ կտրատած կանաչի ու վերջ։ Կարմիր, սիրուն, անուշագույն ու անուշաբույր բորշը պատրաստ է։ Աղջկաս բաժինը առանձնացնելուց հետո մեր ճաշի մեջ ավելացրի կարմիր կծու պղպեղ։